Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, այս թողարկման ընթացքում դիտեք։ Հայաստանն ու Ադրբեջանը միացան Միացյալ Նահանգների նախագահի նորաստեղծ խաղաղության խորհրդին։ Արդյոք Դավոսում կլինի նաև Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում։ Սկսեմ էներգետիկ համակարգից։ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացումը վտանգավոր է, թե շահավետ։ Քաղաքացիներ օքեյ եք։ Փաշինյանի հայտարարությունը նոր բանավեճ է հատուցել։ Բույք պարտքի դիմացը քննադատած Փաշինյանը ընդունել է ծրագրով ռուսական կողմին անցած ընկերության ղեկավարին։ Իշխանությունը ճնշումներ է բանեցնում Մասյացոտ ընթերցնում։ Հոգևորականները պաշտոնյաների այցերի մասին են պատմում։ Առողջության պարտադիր ապահովագրությունը բարդացրեց, թե թեթևացրեց մարդկանց կյանքը։ Ոչ մի կոպեկ չենք վճարել։ Հիմա ասում են, այս անալիզը վճարովի է։ Հիմա գնում ենք վճարել։ Ինչ են պայմանավորվել Միացյալ Նահանգների ու Ուկրաինայի ղեկավարները։ Նախ տեղափոխվենք Դավոս, որտեղ ժամեր առաջ տասնյակ առաջնորդներ, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները միացան ԱՄՆ նախագահի նորաստեղծ խաղաղության խորհրդին։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարում է, որ ի սկզբանե Գազայի հարցով ստեղծված այս հարթակը հիմա պետք է գլոբալ հակամարտություններով զբաղվի։ Ամերիկայի վաղեմի դաշնակից մի շարք երկրներ, սակայն օրինակ Ֆրանսիան, մերժել են Թրամփի հրավերը, պնդելով, թե այն մրցակցում է ՄԱԿ-ի հետ։ Մեծ Բրիտանիային էլ դուր չի եկել Ռուսաստանին հղած հրավերը։ Փաշինյանն ու Ալիևը նույն միջոցառմանն են մասնակցում, մինչ այս պահը հստակ չէ, կուլիսներում նաև երկկողմ կամ եռակողմ հանդիպում կլինի, թե ոչ։ Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում այսօր ստորագրվեց Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Նախաձեռնությանը միացան նաև Հայաստանը եւ Ադրբեջանը։ Հանդիսավոր արարողությանը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նստել էին կողք կողքի, ապա Դոնալդ Թրամփը միացավ նրանց։ Թեև վարչապետի գրասենյակն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանը չի մասնակցելու Դավոսի ֆորումին, նա Շվեյցարիա մեկնեց այսօր միանալու ամերիկյան նախաձեռնությանը։ Միացյալ Նահանգների նախագահը թվելով իր պաշտոնավարման օրոք դադարեցված պատերազմները հիշատակեց նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Հայաստան եւ Ադրբեջան, այս առաջնորդներից շատերը դարձան իմ ընկերները, նրանք հիմա այստեղ են։ Միացյալ Նահանգների նախագահը 5 տասնյակից ավելի երկրների առաջնորդների է հրավիրել այս հարթակ։ Ըստ հաղորդումների հրավեր են ստացել նաև Ռուսաստանի ու Բելարուսի առաջնորդները, որոնք արևմուտքի կողմից մեկուսացման մեջ էին Ուկրաինայի դեմ պատերազմից հետո։ Մոսկվայից եւ Մինսկից ներկայացուցիչներ այսօրվա միջոցառմանը չկային։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ այս նախաձեռնությունը Գազայի վերականգնումն է վերահսկելու։ Այժմ սակայն Թրամփն ավելի մեծ խնդիրներ է դրել խորհրդի առջև, թե այն պետք է լուծի գլոբալ հակամարտությունները։ Սակայն շատ փորձագետների համոզմամբ այս քայլով Թրամփը փորձում է նվազեցնել ՄԱԿ-ի դերը, որի արդյունավետությունը Սպիտակ տան ղեկավարը բազմիցս է քննադատել։ Միացյալ Նահանգների ավանդական դաշնակիցներից մի քանիսը զգուշավոր են արձագանքել այս նախաձեռնությանը։ ՆԱՏՕ-ի դաշնակից Ֆրանսիայի առաջնորդը մերժել է դրան միանալ։ Հայաստանը սակայն օրեր առաջ է հայտարարել, որ կմիանա Թրամփի առաջնորդած խորհրդին։ Վարչապետ Փաշինյանը սիրով եւ պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը, վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը։ Հայտարարել էր Փաշինյանի մամուլի քարտուղարը։ Սպիտակ տան աղբյուրը Reuters գործակալությանը հայտնել է, որ հրավերը ստացած համաշխարհային 50 առաջնորդներից 35-ը համաձայնել են միանալ խաղաղության խորհրդին։ Դավոս էին ժամանել մոտ 2 տասնյակ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Թուրքիայից եւ Հունգարիայից, որոնց ղեկավարների հետ Թրամփն անձնական լավ հարաբերություններ ունի, Ուզբեկստանից, Ղազախստանից,
Արևմտյան լրատվամիջոցների ձեռքի տակ էր հայտնվել խորհրդի կանոնադրությունը, ըստ որի դրա մշտական անդամ դառնալու համար անհրաժեշտ է վճարել $1 միլիարդ։ Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը CNN-ին ասել է, որ այն պետությունները, որոնք այդ գումարը չեն վճարի, կանդամակցեն 3 տարով։ Հայաստանի արտգործնախարարությունից ևս ազատությանը փոխանցեցին, որ խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է անդամակցություն առանց հստակ սահմանված անդամավճարի մինչև 3 տարի ժամկետով եւ Երևանը հավանություն է տվել մասնակցությանը հենց այս հիմունքներով։ Իսկ անդամավճարը արտգործնախարարության փոխանցմամբ կամավոր է եւ վերաբերում է մշտական անդամակցությանը։ Դրա համար պահանջվող $1 միլիարդ Հայաստանի այս տարվա բյուջետային ծախսերի մոտ 10.5%-ն է։ Ավելի ուշ Միացյալ Նահանգների նախագահը առանձին Ադրբեջանի առաջնորդին է հանդիպել, քննարկել Հայաստան-Ադրբեջան կարգավորումը։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ Իլհամ Ալիևը նշել է, որ Զանգեզուրի միջանցքը, այդ թվում Թրիփ նախագիծը, կարևոր է տարածաշրջանային կապերի առումով։ Օրն արդեն ավարտվում է, բայց մինչև այս պահը չի հաղորդվել Թրամփ-Փաշինյան դեմ առ դեմ հանդիպման մասին։ Ադրբեջանի նախագահը Դավոսի ֆորումի շրջանակներում մի շարք այլ հանդիպումներ է անցկացրել, այդ թվում Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ, որը փոխանցել է Եվրամիության պատրաստակամությունը աջակցելու Նախիջևանում երկաթգծի վերականգնման նախագծերին։ Ալիևի հետ հանդիպումից հետո Կոսը նաև X-ում գրել է, թե քննարկել են Եվրամիության աջակցությունը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի իրականացմանը առանց հավելյալ մանրամասների։ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են, վարչապետի երեկվա այս հայտարարության հետքերով են գնացել։ Թրիփով ոչ միայն երկաթգիծ, այլև ըստ հայտարարությունների այլ ենթակառուցվածքներ են անցնելու, գազատար, նավթատար և այլն։ Հայաստանցին Փաշինյանի նկարագրած հեռանկարից շահելու, թե տուժելու է։ Այո, միանշանակ եւ աներկբա Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար։ Սիրելի քաղաքացիներ, օքեյ եք մեր էներգետիկ համակարգի, այսինքն լույսի ռուբիլնիկը տալ ադրբեջանցիներին։ Ես օքեյ չեմ։ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացումը օգուտներ թե վտանգներ կբերի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե խաղաղության ճանապարհով ընթացող երկու երկրների էներգետիկ համակարգերը միանշանակ միանալու են, փոխադարձ հնարավորություններ ստեղծելով թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի համար։ Թրամփի ուղով էլեկտրահաղորդման գծերի եւ գազատարի կառուցման հարցը վարչապետ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել էր դեռ անցած տարվա հոկտեմբերին Կոպենհագենում։ Դեռևս սակայն հստակ չէ, թե երբ են կողմերը առարկայական քայլեր իրականացնելու այս ուղղությամբ։ Միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Ընդդիմությունն այս ծրագրում սակայն վտանգներ է տեսնում։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր սա համեմատեց անգամ Հայաստանի ու Ադրբեջանի բանակները միմյանց միացնելու հետ։ Կարող է մի օր էլ բանակները միացնի։ Կարող է ասի օպտիմալ ծախսերը կազմակերպելու համար եկեք Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերը միացնենք իրար։ Մոտ նույն տրամաբանությունն է, այսինքն ես հիմա պետք է բացատրեմ ինչ ստրատեգիական կարևորություն ունի էներգետիկ համակարգը, ինչքան վտանգավոր է դա։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի համոզմամբ վտանգներ կարող են լինել, բայց դրանք կառավարելու համար անհրաժեշտ են փոխադարձ զսպման եւ վերահսկման մեխանիզմներ։ Տնտեսագետի խոսքով Հայաստանը պետք է փորձի դիվերսիֆիկացնել իր էներգետիկ համակարգը, աշխատելով տարածաշրջանի բոլոր երկրների հետ եւ նվազեցնելով կախվածությունը Իրանից, Ռուսաստանից եւ Վրաստանից։ Բայց միաժամանակ չպետք է ամբողջությամբ կախվածության մեջ ընկնի Ադրբեջանից։ Պարսյանը հիշեցնում է, թե ինչպես էր 80-ականներին Ադրբեջանը պարբերաբար պայթեցնում Հայաստան մտնող գազատարը, էներգետիկ լուրջ հետևանքներ առաջացնելով Երևանի համար։ Այսինքն մենք միայն Ադրբեջանից գազ կամ միայն Ադրբեջանից էլեկտրաէներգիա ներկրել չպետք է իրականացնենք, մենք պետք է դիվերսիֆիկացնենք։ Այսինքն որոշակի խմբականակ եթե ձեռնտու լինի, համապատասխան պայմանների, պետք է փորձենք նաև այդ ուղղությունից ներկրենք, բայց միաժամանակ պահպանելով Վրաստանի, Իրանի ուղղությունները։ Ինչ կարող են շահել Հայաստանն ու Ադրբեջանը էներգետիկ համակարգերի միավորումից։ Սուրեն Պարսյանը հիշեցնում է, որ երկու երկրները դեռ խորհրդային տարիներից ունեին միմյանց հետ փոխկապակցված էլեկտրամատակարարման եւ գազամատակարարման համակարգեր։ Ավելին այդ տարիներին հենց Հայաստանից էր էլեկտրաէներգիա եւ գազ մատակարարվում Նախիջևան։ 90-ականներին արդեն Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին համակարգը դադարեց աշխատել։ Նախիջևանը կանգնել
մեծ էներգետիկ ճգնաժամի առջև եւ հետագայում սկսեց էլեկտրաէներգիա ստանալ Իրանից։ Տնտեսագետը նշում է, որ Հայաստանն այս պահին էլ էլեկտրաէներգիայի ավելցուկ ունի եւ կարող է արտահանել Ադրբեջան եւ մասնավորապես սահմանակից Նախիջևան։ Այլ հարց է, արդյոք Ադրբեջանը կցանկանա օգտվել Հայաստանի էներգետիկ համակարգից, թե թրիփուղով պարզապես կկառուցի էլեկտրամատակարարման գծեր Ադրբեջանից Նախիջևանին հոսանք մատակարարելով։ Ինքը միգուցե ցանկանա ուղղակի մատակարարում անի Ադրբեջան Նախիջևան թիպի տարածքով, դա էլ է տարբերակ, բայց կարծում եմ Հայաստանը մոտ լինելով Նախիջևանին կարող է ավելի էժան գներով էլեկտրաէներգիա մատակարարել, քան Ադրբեջանը կմատակարարի։ Մինչ Երևանը հայտարարում է Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միավորման մասին, նախորդ տարվա վերջին Եվրամիությունը տեղեկացրեց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար։ Այդ նպատակով Եմեն Կովկասի էլեկտրահաղորդման ցանց նախագծի շրջանակում շուրջ 500 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանի էլեկտրացանցը վրացական ցանցի հետ միացնելու համար, աշխատելով նաև Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա։ Հիմա Փաշինյանի ներհայաստանյան մի հանդիպմանն անդրադառնանք։ Օրերս Հայաստանի վարչապետի հյուրերի շարքում է ռուսական Citronics ընկերության սեփականատերը, որը կրկին ստանձնել է Գույք պարտքի դիմաց ծրագրով մոտ 3 տասնամյակ առաջ Ռուսաստանին հանձնված խոշոր գործարանների, Մարսի եւ ինչպես ժողովուրդն է ասում, Մերգելյան ինստիտուտի կառավարումը։ Այս հանդիպումը թերևս ուշագրավ չէր լինի, եթե իշխանությունն այդքան քննադատած չլիներ թե գործարքի արդյունավետությունը, թե դրա հեղինակին, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով հետո դարձել էր ռուս գործարարի մտերիմ գործընկերը։ Միայն թե բոլոր այս մտահոգությունների մասին կառավարության հաղորդագրությունում ակնարկ չկար։ Երևանում երկու խոշոր գործարանների Մարսի եւ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի Մերգելյան ինստիտուտի կառավարումը վերստին ստանձնել է ռուսական Citronics ընկերությունը, որը 2023-ից գտնվում է Միացյալ Նահանգների պատժամիջոցների տակ։ Հայաստանի իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում փոփոխությունն իրականացվել է 3 օր առաջ, իսկ 2 օր առաջ վարչապետ Փաշինյանն էր ընդունել ընկերության սեփականատեր ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովին, ով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցած Սիստեմա ընկերությունների խոշոր բաժնետերերից է։ Հայաստանյան երկու խոշոր գործարանները ռուսական կողմին էին անցել հենց Քոչարյանի պաշտոնավարման օրոք Գույք պարտքի դիմաց գործարքի շրջանակում։ Մարս ընկերությունը, որ հիմնվել էր 1980-ականներին, խորհրդային տարիներին զբաղվում էր ինքնակառավարվող համակարգերի, թվային հեռախոսասարքերի, էլեկտրական սարքավորումների, գծային շարժիչների արտադրությամբ։ 42 հեկտար տարածք ունեցող գործարանը ռուսական կողմին փոխանցվել էր $56 միլիոն եւ տասնամյակներ շարունակ պարապուրդի էր մատնված։ Իրավիճակը չէր փոխվել նաեւ 2018-ի հեղափոխությունից հետո։ 2 տարի առաջ իշխանական падգամավորներից մեկը խորհրդարանում հարց էր բարձրացրել։ Ժամանակը չէ, որ Հայաստանը գործարանը հետ բերելու հարց բարձրացնի Ռուսաստանի առջև։ Վարչապետ Փաշինյանը արձագանքել էր, թե ռուս գործընկերների հետ քննարկել է հարցը։ Ես անձամբ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ եմ քննարկել այդ հարցը եւ հենց այդ նույն շեշտադրումները, որ ահռելի մեծ արտադրական նշանակության տարածքներ են, եւ այսօր երևի նրա չնչին տոկոսն է, որ որևէ ձևով զբաղված է։ Երկրորդ գործարանը, որ օրերս անցել է ռուսական Citronics-ի կառավարմանը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն է, ավելի հայտնի որպես Մերգելյան ինստիտուտ։ 1956-ին ստեղծված ինստիտուտը զբաղվում էր համակարգչային տեխնոլոգիաների ու համակարգերի նախագծմամբ։ Խորհրդային տարիներին այն մոտ 7000 աշխատակից ուներ։ Ռուսական կողմին փոխանցվելուց հետո, սակայն Մերգելյան ինստիտուտի Երևանում գտնվող շենքի տարածքը տրվել է վարձակալության մի շարք տեխնոլոգիական ընկերությունների։ Մերգելյան ինստիտուտի եւ Մարս գործարանի կառավարումը ստանձնած Citronics ընկերությունը զբաղվում է բարձր տեխնոլոգիաներով, մշակում ծրագրային ապահովումներ, արտադրում տեղեկատվական տեխնոլոգիական սարքավորումներ։ Ընկերությունը ռուսական խոշորագույն Սիստեմա ընկերությունների խմբի մաս է, որը տնտեսական նշանակությունից բացի ունի նաեւ քաղաքական փոխկապակցվածություն։ Ավելի քան 10 տարի այս խմբի տնօրենների խորհրդի անդամ էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Սիստեման անգամ իր ներդրումներ ունեցել 2018-ին մարտի 1-ի գործով կանոնավորված Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը։ Ըստ RBK-ի Քոչարյանի 4.1 միլիոն գրավի մի մասը վճարել էր Սիստեման, բայց ոչ Եվտուշենկովն անձամբ։ Այնուհանդերձ Եվտուշենկովն ավելի ուշ իր աջակցությունը հայտնել էր Ռոբերտ Քոչարյանին 2019-ին նորից վերջինիս ներառելով Սիստեմայի տնօրենների խորհրդում։
Մենք համարել ենք, որ նախ չկա մեղադրանք, երկրորդ գործընթացը ակնհայտ քաղաքական է։ Մենք որոշեցինք նրան ներառել տնօրենների խորհրդի նոր կազմում, առավել ևս, որ նա համաձայնություն է տվել այն ժամանակ, երբ ազատության մեջ էր։ Անձամբ նրա նկատմամբ Եվրամիությունն անցած տարի պատժամիջոցներ էր սահմանել, նրա չեխական հաշիվներն ու հյուրանոցը, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ էին գնահատվում, հայտնվել էին կալանքի տակ։ Նիկոլ Փաշինյանի ու ռուս միլիարդատեր գործարարի երեկվա հանդիպման մասին կառավարության հաղորդագրությունը բաղկացած է ընդամենը 2 նախադասությունից։ Նշվում է, որ մտքեր են փոխանակվել Հայաստանում տնտեսության ընդհանուր զարգացումների, ինչպես նաև պետություն մասնավոր փոխգործակցության շուրջ։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Իշխանությունը ճնշումներ է բանեցնում Մասյացոտ ընթեմում, հոգևորականները պաշտոնյաների այցերի մասին են պատմում։ Առողջության պարտադիր ապահովագրությունը բարդացրեց, թե թեթևացրեց մարդկանց կյանքը։ Ոչ մի կոպեկ չենք վճարել։ Հիմա ասում են, այս անալիզը վճարովի է։ Հիմա գնում ենք վճարում։ Ինչ են պայմանավորվել Միացյալ Նահանգների ու Ուկրաինայի ղեկավարները։ Թողարկման այս հատվածում ամիսներ շարունակ չհանգուցալուծվող իշխանություն եկեղեցի լարվածությանն անդրադառնանք։ Կաթողիկոսի հեռացումը մի քանի թեմերի եպիսկոպոսներ են պահանջում, բայց նա պաշտոնանկ արեց միայն Մասյացոտ ընթեմի առաջնորդին։ Դատարանը իր միջանկյալ որոշմամբ նրան վերականգնեց պաշտոնում, բայց կաթողիկոսն իր հերթին այստեղ այլ թեմակալ առաջնորդ նշանակեց։ Հոգևորականները հիմա այս որոշումների արանքում են հայտնվել։ Ես տանջվում էի, չէի մտածում։ Մի ամբողջ գիշեր Մի երեկո ու մի գիշեր տևեց Ոսկետափի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշեսի միացումը Փաշինյանի ու 10 եպիսկոպոսների նախաձեռնած եկեղեցու բարենորոգման ծրագրին։ Նա մտկափոխվեց ու իր բառերով ափսոսած, ցավ զգաց, շատ արագ։ Ես այսպես մտածեցի, եթե իրենք ճշմարիտ են, եթե ես ճշմարտության ճանապարհն էի բռնել, առաջի հայտարարությամբ, ուրեմն ճշմարտությունը ինձ պիտի խաղաղություն եւ հանգստություն բերեր։ Ես խաղաղ չէի։ Արդյոք Ոսկետափի քահանային ստիպեցին միանալ Փաշինյանի օրակարգին, հետո էլ Մայրաթորից ստիպեցին հետ կանգնել։ Ճնշում չէ, հոգեբանական ազդեցություններ։ Տեր Արտաշեսն այսպես է նկարագրում տեղական իշխանավորներից մեկի ու իր հանդիպումը։ Պատասխանատվությամբ հետեւյալն եմ ասում։ Մյուս կողմից ուղղակի ճնշում իմ վրա չի եղել, այսինքն բարենորոգման այդ շարժման մասնակիցների կամ շահառուների կողմից, այսպես ասեմ։ Մայրաթորից առավել ևս ինձ որևէ մեկը ոչ զանգել է, ոչ ճնշել է, ոչ հանդիպել է։ Ինձ ճնշող, միակ ճնշող հանգամանքը որ կար եւ որը որ ինձ օգնեց, որ ես որոշումս փոխեցի, դա իմ ֆիքսն է եղել։ Չէ, ես չպատկերացրի, ասեցի ինքը հետ կկանգնի։ Այդքան ես իրան հավատում եմ, ճանաչում եմ։ Կտրուկ։ Ոսկետափի եկեղեցու մոմավաճառը Տիկին Անահիտն ասում է, կասկած չի ունեցել, որ իր քահանան հակակաթողիկոսական արշավին չի միանա, ինքն էլ բարենորոգման օրակարգին չի հավատում։ Սատանան մտել է մեջները մարդկանց։ Ես դրամ դավ չեմ նայում։ Ինչը բարենորոգ են, կներեք, ելի թող մի հատ իրանք բարենորոգվեն, նոր մեր եկեղեցուն կպնեն, կներեք։ Եկեղեցում երիտասարդաց միության աղջիկներին տեսանք։ Նրանց Տեր Արտաշեսը աստվածաշունչ ու կյանք է սովորեցնում։ Եթե դա իսկապես բարենորոգում լիներ, ուրեմն դրա հենց սկզբից չէր լինի այսքան պառակտումներ, բաժանումներ, այլ սիրով բոլորը կհավաքվեին ու կանեին իսկապես բարենորոգումներ։ Ոսկետափում շատ էլ տեղյակ չէին, որ իրենց քահանան կարճ ժամանակով միացել, ապա հրաժարվել է բարենորոգման օրակարգից։ Ասացին լավ քահանա է, բայց երկիրը փոթորկած ու թիվ 1 խնդիր դարձած թեմայի, կաթողիկոսի հեռացման հետ կապված հարցեր ունեն։ Այս տղամարդը չի ուզում, որ վարչապետը խառնվի հոգևոր գործերին։ Ինքը որ չի կարա այդ բանին անի, ասենք այդ կաթողիկոսը չի կարա գործից անի, ինչ էլ ուզում անի, ինքը չի կարա։ Ինքը իրավասություն չունի, չէ խառնում, ասենք հիմա թող եթե կարա թող լեզու գտնի յոլայթան։ Թող լեզու գտնի, ուղղակի կանչի, իր սենակը նստեն զրուցեն։ Ուշ չէ լեզու գտնելու համար։ Չէ, ինչ ուշ չի, կաթողիկոսը 75 տարեկան է, ինչեւ իր կյանքի վերջը ինչ հո բան չէ լավ, կարող ինչեւ 100 տարի ապրի։ Ոսկետափցի մեկ այլ տղամարդ հարցեր ունի կաթողիկոսին։ Ինչ անում, չի անում, որ անես չինի։ Որ մեր պետությանը թև-թևի տան ժողովրդին պահեն կպահի, չի անում, ճիշտ է վարչապետը,
Երեկ նորից լսեց, որ կաթողիկոսն ու եղբայրը KGB-ի գործակալներ են, չի կասկածում, որ ճիշտ է վարչապետը։ Ճիշտ անում։ Իր ամեն ինչն է ճիշտ Նիկոլ Փաշինյանի։ Նա մտածում է, որ մենք խաղաղ ապրենք, աշխատենք, ապրենք։ Խաղաղություն է սիրում։ Ոսկետափում միակարծություն չկա կաթողիկոսին գահից իջեցնելու իշխանական պլանի հարցում։ Ոչ մի օտարերկրում չի ծառայում մեր կաթողիկոսը։ Մի հոգով չի որոշում, մենակ մի հոգի կա, Աստվածն է դա որոշում։ Կաթողիկոսը կմնա, քեռանա, ինչ կանի, մի հոգին չի կարող որոշի դա։ Ինչ բարենորոք եք, ուր գնա։ Իրան տուն չունի, հետա տեղա էլի ամբողջ հայության կարելի է այդ ձևի բան անել։ Մեր սրբությունը հետա մնացել, չի կարելի էլի։ Լրիվ KGB-ի ագենտ են։ Հա? Մարդիկ ասում խոսում են, բայց ծանր օրեր են քահանաների համար, հատկապես Մասյացոտնի թեմում։ Փաշինյանին միացած թեմի առաջնորդին Գևորգ եպիսկոպոսին ամենայն հայոց կաթողիկոսը պաշտոնան կարեց, վերջինս դատի տվեց։ Դատարանն էլ ժամանակավորապես վերականգնեց նրան թեմի առաջնորդի պաշտոնում, մինչև այս գործով վերջնական վճիռ լինի։ Չի դադարում քննարկումը, արդյոք այս եկեղեցական ուխտի թեման դատարանը պիտի քններ։ Սրան զուգահեռ Մայրաթորը առաջնորդական տեղապահ նշանակեց Հայր Ռուբենին։ Նա դեռ թեմի առաջնորդարան չի մտել, այստեղ ոստիկանական հսկողություն է։ Քահանաները պատմում են, որ տեղական իշխանության ներկայացուցիչները հանդիպում ու հորդորում են իրենց միանալ Գևորգ Սրբազանին, այսինքն վարչապետի բարենորոգման ծրագրին։ Ինձ հետ զրույց եղել է, բայց ոչ ճնշման նպատակով։ Համենայն դեպս ես ինձ ճնշված չեմ զգացել։ Խաղ պայմաններում հանգիստ իրավիճակում խոսել ենք եւ այդպես ջերմորեն իրար հրաժեշտ ենք տվել։ Վեդիի եկեղեցու հոգևոր հովիվը պատմում է, տեղի համայնքապետարանից են եկել իր հետ զրուցելու։ Սպառնալիքներ չեն եղել, փորձել են մտերմորեն համոզել։ Շատ հարգանքով է խոսել, եւ ես էլ հարգանքով պատասխանել եմ։ Հարգանքով էլ մերժել եմ, ասում է Տեր Հովսեփը։ Իսկ արդյոք Մայրաթորից կան ճնշումներ, որպեսզի քահանաները համախմբվեն թեմին նորանշանակ տեղապահի Հայր Ռուբենի շուրջ։ Ոչ, ասում են, թեմը 24 քահանա ունի։ Նրանցից 19-ը բարենորոգման օրակարգին չեն միացել, Հայր Ռուբենի կողքին են այս պահի դրությամբ։ Մասիսի, Արտաշատի եկեղեցիների քահանաներն են Գևորգ եպիսկոպոսի առաջնորդությամբ շարունակում հոգևոր ծառայությունը։ Նրանցից Տեր Երվանդից մեկնաբանություն խնդրեցինք, հրաժարվեց։ Որն է լինելու վարչապետական պատարագի հաջորդ հասցեն, այս պահին դեռ պարզ չէ։ Մասիսի եկեղեցու մոտ մի տղամարդու հանդիպեցինք, դեռ տպավորված էր նախորդ արարողությամբ։ Շատ գերազանց եկավ այստեղ ամեն ինչը որ պետք է արավ, դեր ուսվոր սովորական մարդ, ես օրինակ այդ ձևի գնամ ուխտ, այսպես ասեմ, ինձ համար շատ գերազանց էր։ Ես դրա մեջ գտնում եմ, որ նա իսկապես շուրթական մարդ։ Ողջունում է հոգևոր կարգուկանոն հաստատելու վարչապետի ջանքը, վեհապարը թող գնա։ Եթե այդ մարդը լավ չի աշխատի, անպայման պետք է հեռանա։ Վերջապես պետք է մենք ունենանք կարգուկանոն։ 14 օր հացադուլի մեջ գտնվող «Իմ նեմնիմի» պոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանին կալանավայրից տեղափոխել են հիվանդանոց, նա բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը, բայց երբ պարզվել է, որ այսօր հետ կալանավայր է տեղափոխվելու Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով հաղորդավարը հրաժարվել է վերականգնողական բուժումից, փաստացի մնալով հացադուլի մեջ։ «Իմ նեմինի» հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ավելի քան 2 ամիս է կալանքի տակ են։ Ազգային ժողովի նախագահի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար։ Մինչ այդ Ալեն Սիմոնյանն էր ընդդիմադիրներին անվանել մեջբերեմ, շանլակոտներ եւ լածիրակներ մեջբերման ավարտը, ինչից հետո եթերում փոդքասթերները ավելի թունդ էին արձագանքել նրան։ Սիմոնյանի բողոքից հետո հաղորդավարներին ձերբակալել էին, ապա կալանավորել խուլիգանության հոդվածով։ Նարեկին հետ տարան քրեակատարողական, տեսեք այստեղ բյուրոկրատական կտոր կա։ Հիմա ես չեմ ուզում այստեղ ոչ մեղադրանքներ ներկայացնել, ոչ որտեվ նախ եւ առաջ ինքս ամբողջությամբ չեմ հասկանում, որտեվ մասնագիտական ոլորտա բժշկությունը ես էլ բժիշկ չեմ։ Հիմա փաստ է նա, որ Նարեկին որոշակի արյան հետազոտություն, ոչ թե հետազոտությունը, որ պետք է արվեր, արյան հետազոտություն արեցին, անալիզ վերցրեցին եւ հետ տարան եւ մեզ տրված պարզաբանումը նա է, որ համապատասխան
փաստաթղթերը, հետազոտության արդյունքները ներկայացնելուց հետո վաղը դիտարկվելու է նորից բուժկենտրոն վերադարձնելու հարցը։ Մենք ունենք այդ ակնկալիքը, միաժամանակ Նարեկը քարի ոչ այդ հայտարարությունը տվել էր հացադուլից դուրս գալու, բայց հացադուլից դուրս գալը դա այսպես հանակ մասխարաբան չի։ Նա ասաց, որ իր հրաժարվելու է որևէ վերականգնողական գործառույթից, որևէ վերականգնողական միջամտությունից բուժ հաստատությունում, այսինքն փաստացի ընդգծում եմ, փաստացի շարունակելու է հացադուլը, քանի դեռ իրեն հնարավորություն չի տրվել իր բուժող բժշկի վերահսկողությամբ, որը որ պետք է ապահովի այդ վիրահատական ամբողջ եւ նախավիրահատական ամբողջ գործընթացը, իր վերահսկողությամբ իրականացնի այդ հետ հացադուլային վերականգնողական թերապիան։ Ուկրաինայի նախագահը Դավոսում կրկին բանակցել է Դոնալդ Թրամփի հետ։ Մինչ ամերիկյան պատվիրակությունը Մոսկվայում է հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ։ Այժմ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարին անդրադառնանք։ Պատերազմը պետք է ավարտվի, դիմելով Ռուսաստանի նախագահին այսօր Դավոսում հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահը։ Մինչ այդ նա փակ դռների հետևում մոտ 1 ժամ բանակցել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Իր գլխավոր բանագնաց Սթիվ Վիտքոֆին ու փեսա Ջարեդ Քուշներին էլ գործուղել Մոսկվա։ Թե կոնկրետ ինչ են քննարկել ինքն ու Զելենսկին, Թրամփը չի մանրամասնել։ Ես շատ լավ հանդիպում ունեցա նախագահ Զելենսկիի հետ։ Բոլորը ցանկանում են, որ պատերազմն ավարտվի։ Ուկրաինայի նախագահը ևս հանդիպումն արդյունավետ եւ իմաստալից է որակել։ Զելենսկին սոցցանցում նշել է, որ պատերազմը դադարեցնելու նպատակով Վաշինգտոնի եւ Կիևի միջև բանակցվող փաստաթղթերը հիմա ավելի շահեկան են։ Մենք քննարկեցինք մեր թիմերի աշխատանքը եւ գործնականում ամեն օր հանդիպումներ կամ շփումներ են լինում։ Փաստաթղթերն էլ ավելի լավ են պատրաստված։ Մինչ այդ Զելենսկին հայտարարել էր, որ Դավոս կմեկնի միայն եթե պատերազմի ավարտից հետո Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքների եւ երկրի տնտեսական զարգացման փաստաթղթերը պատրաստ լինեն ստորագրման։ Թրամփն էր Զելենսկիի հետ հանդիպումից առաջ այսօր հայտարարել էր, թե մոտ են գործարկնքելուն, առանց հավելյալ մանրամասների։ Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններում մնացել է լուծելու մեկ հարց։ Դավոսում այսօր ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտքոֆը, որը Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ մեկնում է Մոսկվա, նախագահ Պուտինի հետ քննարկելու պատերազմը դադարեցնելու ամերիկյան ծրագիրը։ Կարծում եմ մեծ առաջընթաց են գրանցել։ Կարծում եմ մեզ մեկ հարց է մնացել։ Մենք այս հարցը մի քանի անգամ քննարկել ենք, ինչը նշանակում է, որ այն լուծելի է։ Ամերիկացի պաշտոնյան սակայն չի հստակեցրել, թե որն է այդ հարցը, հավելելով միայն, որ լավատես է կարգավորման հարցում։ Վիտքոֆը հայտնել է, որ Դավոսում ուկրաինական թիմի հետ քննարկել է նաև Ուկրաինայի տնտեսական զարգացման հեռանկարները, այդ թվում Դոնալդ Թրամփի երկիրն անմաքս առևտրի գոտի դարձնելու գաղափարը։ Մոսկվան հրաժարվել է մեկնաբանել Վիտքոֆի լավատեսական հայտարարությունը, մինչ այդ երեկ Ռուսաստանի նախագահը անվտանգության խորհրդի նիստում ասել էր, Վիտքոֆի եւ Քուշների հետ կքննարկեն ուկրաինական խնդրի կարգավորումն ու ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հնարավորությունը։ Կրեմլի խոսնակը միաժամանակ բարձր է գնահատել խաղաղության ուղղությամբ ԱՄՆ նախագահի ու նրա թիմի ջանքերը։ Կարելի է միանշանակ ասել, որ Ռուսաստանի նախագահը գնահատում է նախագահ Թրամփի եւ նրա թիմի, այդ թվում հատուկ դեսպանորդ Վիտքոֆի խաղաղության ջանքերը։ Մենք ողջունում ենք դրանք եւ դրանց գրանցած արդյունքները։ Դիվանագիտական ճակատում այս զարգացումներին զուգահեռ ռուսական զինուժը շարունակել է հարվածներն Ուկրաինային։ Օդեսայում երեխա է զոհվել, եւս 2 մարդ զոհվել է Դոնեցկում, 11 մարդ ուժել է Կրիվոյ Ռոգում, եւս 6-ը Դնեպրում։ Կիևում մոտ 3000 բնակելի շենք մնում է առանց ջեռուցման։ Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Կրասնոդար երկրամասի Թաման նավահանգստում գտնվող նավթային տերմինալի։ Զոհվել է 3, վիրավորվել 8 աշխատակից։ Ուկրաինան ԵԱՀԿ-ին տեղեկացրել է, որ ունի բավարար տեղեկություն, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր հարվածներ հասցնել իր էներգետիկ ոլորտին, այդ թվում ատոմակայաններին սպասարկող օբյեկտներին եւ ցանցերին։ Իսկ այս ընթացքում ուկրաինացիները շարունակում են ռուսական հարվածներից վնասված էլեկտրակայանների վերանորոգման աշխատանքները, ձմռան սառնամանիքին րոպե առաջ վերականգնելու էներգամատակարարումը։ Վնասը զգալի է, իհարկե մենք կաշխատենք ամեն ինչ վերականգնելու համար, քանի որ էներգետիկ օբյեկտի աշխատանքը անհրաժեշտ է երկրին, տնտեսությանն ու բնակչությանը։ Այս հարձակումների պատճառով անընդհատ վնաս է պատճառվում։ Հենց վերականգնում ենք էներգամատակարարումը, հարձակումները նորից սկսվում են։
Երևան վերադառնանք, իմ գործընկերները Երևանյան բուժ հիմնարկներով են պտտվել հասկանալու պետության ներդրած նոր պարտադիր ապահովագրության համակարգը ծառայում է այդքան գովերգվող նպատակին, մարդկանց կյանքը հեշտացրել է, թե բարդացրել։ Երկու աչքս էլ վիրահատել են, բայց անվճար, որևիցե կոպեկ ես չեմ տվել, բայց հետո փաստի առաջ եմ կանգնել, որ դեղորայքը շատ ու պետքա դեռ 3 ամիս սրսկվեմ, եթե ուզում են օգնեն տարեց մարդկանց, ուրեմն ամենակարևոր ուշադրությունը պետքա դնեն դեղորայքի վրա։ Լարիսա Գևորգյանը գոհ է, որ առողջության ապահովագրության շրջանակներում անվճար է վիրահատվել, բայց լիարժեք վերականգնվելու համար 150,000 դրամանոց դեղն ինքը պետք է գնի։ Տարակուսած է, ինչպես։ Թոշակառու մարդ եմ, ինձ որտեղից 150-ը, եթե չլինեն իմ երեխեքը, բարեկամները, հարազատները, ես պետքա կուրանամ նստեմ, հա։ Խնդրում եմ ղեկավարությանը ուշադրությունը դարձնի դեղորայքի վրա։ Հունվարից մեկնարկած առողջության ապահովագրության շրջանակներում անհրաժեշտ դեղերի մի մասը տրամադրվում է անվճար, մյուս մասը համավճարով։ Այս ցանկը 2027 թվականից հետո գուցե ընդլայնվի։ Մինչ այդ, սակայն, շատերը խնդիր ունեն համակարգից օգտվելու հետ։ Հիմնականում տարեցները սմարթֆոններից ու տեխնիկական միջոցներից վարժ չեն կարողանում օգտվել։ 65+ է տարիքը։ Ունեք առնեք, ակտիվացրել եք, ձևերի գիտեք։ Ակտիվացրել ենք, ես չեմ, մեր ջահելներն են ձևերը արել, իմ համար մի քիչ դժվար բան է դա։ Ջահելները ակտիվացրել են, բայց հələ չեմ օգտվել։ Ձևը չգիտեմ ճիշտ ասած։ Առողջապահության նախարարությունից վստահեցնում են պոլիկլինիկա այցելելու դեպքում նրանց ամեն ինչ տեղում կբացատրեն։ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի մոտ հանդիպած տարեց տղամարդը, որ օրեր շարունակ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կնոջն է խնամում, ասաց հիվանդանոցից տեղեկացրել են, ոչ մի կոպեկ չի վճարելու։ Հիվանդանոցից դուրս եկողներից շատերն էլ էին այս լուրն արդեն լսել։ Ոչ մի կոպեկ չենք վճարել։ Պետությունն է տալիս, նույնը ես երկրորդ կարգի աշխատում։ Իրահատվել է։ Չէ։ Ասեցին, որ պետ պատվերի տակ եք, ընդունում են, կիրակի օրը կգաք, կնկարեն այդ մեջքի բանը, հետո արդեն բժիշկները կասեն, ըստ դրա։ Քերոսկինը պետքա վիրահատվի, եկել եմ մոտը։ Հա, հենց հիմա ինքը այդ ապահովագրական ծրագրով է պարկած, ապահովագրության շրջանակում ամեն ինչ արվում է, դա ինձ ավել էլ ինչ լինի։ Անվճար է։ Ի տարբերություն նախորդ բուժառուների, տարեց այս ամուսիններն այդպես էլ չեն հասկացել, թե ինչու պետք է 3 տարեկան թոռնիկի անալիզներից մեկի համար վճարեն։ Չենք ասի այնքան, որ անվճար, հենց հիմա ես գնում եմ 3500 դրամ մուծեմ, որ երեխային ընդամենը մեզի անալիզ տան։ Դա վճարովի է։ Այսինքն չենք հասկանում այս երկրից։ Ասում այդ անալիզը վճարովի է։ Էլի են վերցրել անալիզներ, անվճար։ Հիմա ասում են այս անալիզը վճարովի է։ Հիմա գնում ենք վճարենք։ 79-ամյա Գայանե Գրիգորյանը գոհ է տեղամասային բժշկից։ Հենց նրանից է տեղեկացել, որ ապահովագրության շրջանակներում ավելի շատ ծառայություններից կարող է օգտվել։ Այսօր դրանց հետևից առաջին անգամ պոլիկլինիկա էր եկել, բայց մի քանի ժամ սպասելուց հետո հերթն այդպես էլ իրեն չէր հասել։ Եկել եմ պոլիկլինիկա, գրել են ընթացքի մեջը։ Սիրտը հիվանդային։ Պետք է հələ գնամ թերապևտը ուղեգիր տա, չգիտեմ որտե գնամ, նոր եմ սկսել, առաջի քայլն եմ արել։ Այնքան շատ էին սրտաբանի մոտ պիտի գնան, սրտաբանը չկարողացավ ինձ ընդունել, ստիպված վաղը պիտի գամ նորից։ Այս օրերին Ազատության հետ զրույցում շատերն են նշում, որ դեռ տեղեկացված չեն ինչպես կարող են օգտվել իրենց փաթեթներից։ Մյուսները դժգոհում են, որ հիվանդանոցներում երկար են սպասում, քանի որ պոլիկլինիկաների ուղեգրերը հաճախ ուշ են հասնում հիվանդանոց, իսկ Արմեդից պատասխան ստանալու համար երբեմն ժամերով սպասում են, մինչև իրենց զանգերին պատասխանող գտնվի։ Շատ են դժգոհությունները նաև անհատ ձեռնարկատերերի կողմից։ Ինչու ի տարբերություն վարձու աշխատողների անհատ ձեռնարկատերերը պետք է մինչև ապրիլի 20-ը ապահովագրության համար անհրաժեշտ 120,000 դրամը միանվագ վճարեն, ոչ թե ամիս առ ամիս։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ անհատ ձեռնարկատերերը մյուս հարկերն են նույն կերպ վճարում, սակայն հավելել, որ հաջորդ տարվա համար այս հարցը կքննարկվի։ Մենք 2027 թվականի համար, երբ որ արդեն բոլորը կմտնեն այս կատեգորիայի անձանցից առանց արդեն 2,4 100,000 շեմ հաշվի առնելով, իհարկե
Նաև տեխնիկական որոշակի տարբերակված մոտեցումներ կիրառելով քննարկում ենք նրանց համար եւս ապահովագրավճարը դարձնելու որոշակի ժամանակային կտրվածքով բաժանելու։ Ապահովագրության առաջին փուլում այս տարի համակարգից կօգտվի 1.600.000 մարդ։ Պետությունը կվճարի մինչև 18 տարեկան երեխաների, 65 տարին լրացած քաղաքացիների, 18-ից 65 տարեկան հաշմանդամության առաջինից երրորդ խմբերում ընդգրկված անձանց եւ անապահովության 28 եւ ավելի միավոր ունեցող քաղաքացիների համար։ 200.000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացողները նույնպես կարող են օգտվել, բայց ծառայությունների համար իրենք պետք է վճարեն։ Սրանք էինք առանձնացրել այս թողարկման համար, օրվա լրահոսին հետևեք նաև ազատություն.am կայքում, սոցցանցերի մերեջերում, YouTube-ում, Instagram-ում, Facebook-ում, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։